Բարև ձեզ։ Եվ ովքեր են այս սարերի իրական տերերը։ Պատմում եմ տեսանյութում, հետևեք։ Բարի օր բոլորին եւ բարի գալուստ Mountain High Farms ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ։ Այսօր 2026 թվականի օգոստոսի 18-ն է։ Սա եւ իրավիճակային եւ թեմատիկ տեսանյութ է։ Այսօր մեր մոտ մեղմ եղանակ է։ Վերջի 3 օրը եղել է խիտ մառախուղ ջրաղացի ձորում եւ Դիլիջան ազգային պարկում ամբողջությամբ այն աստիճան, որ նույնիսկ արևային կայանը չէր հասցնում էներգիա կուտակեր, այն ինչ որ մեզ պետք էր մեր կենտրոնի համար։ Սրանք մեր սև անգուսների տղաների գլխաքանակն է, տղաների խումբը, այսպես ասած։ Այս խումբը այս տարի ամբողջությամբ կհանձնվի։ Այստեղ 1.5-ից 2 տարեկան սևանգուստ հսկաներ են։ Կենթանի քաշը 500 եւ ավել։ Այս հսկաներին տեսեք հլը, եւ սա 2 տարեկան փոքրիկ է։ Այս սարերում մենք հիմա ինչքան երևի 1950 մետր բարձրության վրա ենք։ Այս սարերում առանց գոմի, առանց որևէ կերերի հավելյալ այս տղաները ապրում են ձմեռ եւ ամառ, չեն իջնում այստեղից, մնում են այստեղ, այս բարձրավանդակի վրա 1900-ից մինչև 2300 մետր բարձրության վրա ապրում են եւ վերածվում են այսպիսի հսկաների։ Տեսեք։ Եվ իրենք շատ են, եւ ելի են շատանալու։ Որն է ով է այս սարերի տերը։ Եթե նա չի իջնում, մնում է այստեղ, ապրում է այստեղ, սնվում է այստեղ, տալիս է սերունդ այստեղ, բազմանում է այստեղ, կլոր տարին։ Իհարկե, հիմա կարող ենք ասել, որ սև անգուսները։ Եթե լինեին, ասենք, այլ մսատու ցեղ, կասենք, որ իրենք են, օրինակի համար չգիտեմ, բրանգուսներ կամ հերեֆորդներ, բայց սև անգուստներն են ընտելացել, ոնց որ հենց իրենց միջավայրը լինի, ոնց որ հենց այստեղ ծնված լինեն։ Հայաստանի բարձրավանդակը այս տղաների, այս հսկաների հայրենիքն է։ Նշանակում է, որ մենք ունենք ուրեմն իրավունք ասելու, որ սրանք են այս բարձրավանդակի, այս սարերի եւ լեռների տերերը։ Վերադառնանք ամենասկզբին, ասեցի չէ, որ գոմ չունենք մենք չունենք գոմեր, ժողովուրդ։ Այս հսկաները ձմեռը անցկացնում են բաց երկնքի տակ։ Մենք ունենք մեր ձմեռային ճամբարը, որը Գեղատապում է գտնվում, այստեղից 3 կիլոմետր ներքև, այնտեղ ունենք եռապատ, քամարքել եւ ծածկ։ Երբ են մտնում այս ընկերները, այս տղաներն ու աղջիկները այդ եռապատ ծածկի տակ, հազվադեպ մենք ենք մտցնում, եթե ձյուն է գալիս, իրենք նախընտրում են լինել դրսում, եթե ձյուն եւ քամի այն ժամանակ միգուցե
երկուսի միասին, այն ժամանակ միգուցե իրենք կմտնեն ծածկի տակ, ուղղակի քամուց պաշտպանվելու։ Եվ եթե մայրեր կան փոքրիկների հետ, հա, միգուցե։ Այլապես բայց երկնքի տակ։ Արջերը նույնիսկ քնում են ձմեռը, հեռանում են այս սարերից, այս կտրուկ լանջերից։ Դորպերները, որոնք այն լանջի վրա արածում են, իրենք նույնպես գնում են, ասենք, իջնում են ծածկի տակ նոյեմբերից մինչև, նոյեմբերի վերջից, կեսերից, մինչև առնվազն ապրիլ։ Այս տղաները բարձրանում և արածում են այս լանջերը ձմռանը, հենց որ լանջերը մի քիչ բացվում է, երբ որ գալիս է առածյուն և փակվում է այս լանջերը, իրենք ուրեմն վերադառնում և արածում են այստեղ։ Սրանք են տերերը այս լեռների, իսկ մենք դրա մասին չգիտենք։ Եվ եթե վերականգնողական արածեցումով պահեք և զբաղվեք, դուք չեք ունենա, տեսեք արդեն համարյա հեսա կվերջանա օգոստոսը, մենք չունենք այստեղ ուրեմն չոր խոտ, այս հասկավորվածը չխառնեք, սա ընդամենը հասկավորվել է, ինքը չոր չի, չոր խոտ չունենք, որովհետև իրենք անընդհատ վերականգնում են այս լեռները և այս լանջերը։ Անգուստներն աճեցնում են իրենց արոտը։ Արանք իրենք այստեղ են այսօր, երեք եղել են այն ներքևում են երկու խոզիկներին, որ տեսնում եք, հիմա իրանց հետևից մաքրում են խոզիկները։ Վաղը բարձրանալու են մի քիչ ավելի վերև, այն ցուցերը տեսնում եք, և այսպես շարունակ։ Եվ այն բազմազանությունն ու առատությունը, որ տեսնում ենք և հարթ ուրեմն տեղամասում և հատկապես լանջերի վրա, ուղղակի ֆենոմենալ է։ Եվ դա անում են այս կենդանիները։ Իհարկե մարդու կառավարմամբ, եթե իրենց թողնեինք մենակ, իրենք չէին անի։ Բայց մենք կառավարում ենք արոտները և ունենք անընդհատ կանաչ խոտ։ Կանաչ խոտը կմնա մեզ մոտ մինչև հոկտեմբերի վերջի երևի, նոյեմբերի սկիզբ, հետո մի քիչ, ոչ թե մի քիչ, բավականին վեգետացիան կդանդաղի, բայց մենք կունենանք պաուստավորված արոտավայրեր։ Իմ իջայլոց ցույց տամ դանդաղ, շուռ գամ, որպեսզի պատկերը չխաթարվի, հիմա ես ձեզ ցույց եմ տալիս այն գիծը, որ դուք հիմա պետք է տեսնեք, այն լանջի վրա, ներքևը մի քիչ մուգ է խոտը, վերևը կանաչ։ Այս տղաները եկել են այնտեղից մոտ 2 շաբաթ առաջ, 2-3 շաբաթ առաջ, այդ լանջից։ Այդ լանջը հիմա վերականգնվում է և պաուստավորվում է ձմռան համար։ Գիծը տեսնում եք, հենց այնտեղից անցել է էլեկտրական լարը։ Մուգ մասը ծաղիկներ են, իսկ վերևի մասը այդ ծաղիկները դեռ չեն հասցրել շատանան, որպեսզի ինքը նույնպես մքանա, բայց դուք տեսնում եք ուղղակի լարը, թե ինչպես է անցել։ Սա բնության հետ աշխատելու շատ գեղեցիկ օրինակ է։ Շատ գեղեցիկ օրինակ է։ Եվ այսպես կլոր տարին։ Ինչ է կորցրել մեր գյուղատնտեսությունը։ Կորցրել է սարերը, կորցրել է մարգագետինները, կերհանդակները, այսպիսի գեղեցիկ, կորցրել է վերականգնվող, անընդհատ վերականգնվող մարգագետնային խոտը, ամենալավ կերը, որի վրա 2 տարեկան սև անգուսը կարող է հավաքել 500-ից ավել կիլոգրամ կենդանի քաշ։ Իհարկե նաև այդ տարիքում նրա սպանդային ելքը ավելի բարձր է, ասենք 60%, 62%, պատկերացրեք, որ այս տղաների կարկասը կլինի 300 կիլոգրամ և ավել։ Ինչ է կորցրել Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցրել է սա։
Եվ հարկավոր է գտնել ինչքան հնարավոր է շուտ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, խնդրում եմ, հետևեք մեզ, հավանեք մեր տեսանյութերը, այցելեք այս տեսանյութի տակ դրված ուրեմն BuyAM-ում մեր հղումով մեր ինտերնետային խանութը, որտեղից կարող եք գնել մեր բարձրակարգ արտադրանքը։ Դե իհարկե նաև բոլոր հիմնական սուպերմարկետներից SAS, Zovk, Gourmenia, Roquefort, հիմա նաև Parma, դրանք մեծ ցանցեր են նաև փոքր խանութներում։ Շնորհակալություն եմ հայտնում, հետևեք մեզ եւ կտեսնենք։ Հա, ու մեկ էլ խնդրում եմ բաժանորդագրվեք, որ ես կարողանամ այս գետն անցնել։ Շնորհակալ եմ։